մենք ունենք գլխավոր հերոսի խնդիր։ Մենք այսօր կինոյում ունենք գլխավոր հերոսի խնդիր, եթե մենք Այսինքն չենք որոշել ինչպեսին պիտի լինի գլխավոր հերոսը, թե ոչ, որոշ դեպքերում եթե նկարահանվում են կենսագրական ֆիլմեր, օրինակ եթե ֆիլմը լինում է, որը հիմա կա էլի Վազգեն Սարգսյանի մասին կամ Նազիկ Ավդալյանի մասին, այդ դեպքում հասկանալի է կենսագրական ֆիլմեր են, նրանք իսկապես մեր իրական հերոսներն են ում մասին որ նկարահանվում է ֆիլմեր, բայց սովորական մարդու տեսանկյունից, եթե կենսագրական ֆիլմ չի, մարդը իր ապրումներով, իր խնդիրներով, իր կյանքի խնդիրներով հանդերձ, մենք նմանատիպ հերոս չունենք, կարելի ասել։ Հերոս դուք նկատի ունեք այսօրվա հային, ով չգիտեմ իր խնդիրներով, երկրի վիճակով, գիտակցմամբ այդ ամենի այդ հային նկարագիրը նկատի ունեք։ Մարդ, որը որ ինչ-որ պայքարի մեջ է, ոչ թե ես նկատի ունեմ ինչ-որ տենց գլոբալ վերցրած այսօրվա Հայաստանի խնդիրների մեջ, չէ, մարդը իր անձնական խնդիրներով, մարդը իր անձնական պայքարով, իր սիրո պատմության մեջ։ Իսկ այդ սովորական մարդիկ հետաքրքիր են այսօրվա հանդիսատես։ Դե դա արդեն կախված է սցենարից, պետք է անենց անել, որ հետաքրքիր լինեն, որովհետև մենք ինչքան էլ փորձենք հիմնվել երբեմն կենսագրական ֆիլմերի վրա, ամեն դեպքում մենք պիտի ունենանք հերոս, որի հետևից կարելի է գնալ ու այդ հերոսը պիտի լինի նաև Պարտադրիչի անուն ազգանունը մինչև ֆիլմի նկարահանելը բոլորին հայտնի լինի, պիտի լինի սովորական մարդ, ով որ իր վարքով, իր կատարած քայլերով օրինակ կծառայի մնացած մարդկանց համար, ովքեր որ այդ կինոն նայում են, հատկապես պատանիների, երիտասարդների, երեխաների համար։